Քարոզարշավի ամփոփիչ հանդիպմանը Կոմկուսի առաջնորդ Տաճատ Սարգսյանը հայտարարեց, որ հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն են անելու և Հայաստանը բերելու 16-ից 17 միլիարդ դոլարի ներդրում։ Եվ անմիջապես հանրապետությունում կփոխվի սոցիալական վիճակը ժողովրդի։ Քարոզարշավի ընթացքում կոմունիստները համոզվել են, որ դարձել են հզոր գաղափարական ուժ, և երբ նրանց հարցրել են կոալիցիա կկազմեն թե ոչ, բացասական պատասխան են տվել։ Նույնիսկ մեզ մոտ ծիծաղ առաջացավ։ Մենք քաղաքական դաշտում չենք տեսնում որևէ ուժի, որի գաղափարախոսությունը ինչ-որ չափով կարող է դրվել կոմունիստական կուսակցության կողքին։ Կուսակցության թեկնածու Վազգեն Սաֆարյանը հորդորեց զերծ մնալ սոցիոլոգիական հարցումներից, քանի որ վստահ է, որ դրանք չեն արտահայտում իրական պատկերը։ Հայաստանում չեն մոռացել ոչ Կոմկուսին, ոչ էլ ԽՍՀՄ երանելի տարիները, համոզված են կոմունիստները։ Քարոզարշավի ընթացքում էլ ավելի են համոզվել դրանում։ Մինչև քարոզարշավը համալրվել են երիտասարդ ուժերով և արշավին մասնակցում են մարտական տրամադրությամբ։ Ունենք ծրագիր, որտեղ ընկրված են բոլոր հարցերը, եւ արդյունաբերության, եւ գիտության, եւ կրթության, եւ մշակույթի, գյուղատնտեսության, բոլոր առանց բացառության։ Թեկնածու Մարիամ Շահինյանի համար քարոզարշավն ուսուցողական էր, ասում է մեծ աճ է տեսնում երիտասարդության մեջ, շատերն են մոտեցել, ծանոթացել ծրագրին ու ցանկացել լուսանկարվել։ Սա շատ կարևոր փաստ է, միգուցե սա ես խոսում եմ շատ հասարակ լեզվով, բայց խոսում եմ մեր կյանքից բխող բոլոր օրինակներից։ Քարոզարշավի ամփոփիչ ելույթների ժամանակ գրեթե բոլորը շնորհակալություն հայտնեցին լրատվամիջոցներին։ Նրանց խոսքով Կոմկուսին այսքան ինտենսիվ ու իրենց կարծիքով օբյեկտիվ չէին անդրադարձել անկախացումից ի վեր։ Առանց վարանալու հետևողական, ճիշտ եւ արդար ձևով լուսաբանում են ոչ միայն կոմունիստական կուսակցության, այլ բոլոր քաղաքական ուժերը։ Կոմունիստական կուսակցության առաջնորդներն ընդգծեցին, որ խորհրդարանը անցնելուց հետո իրենց ծրագիրը կլինի ավելի համակարգված եւ ուղղորդված։ Հիմնական ուղղություններն էլ կլինեն գիտությունն ու արդյունաբերությունը։ Աղվան Ասոյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։